Ջրի արտահոսքի հետքերով բազմաբնակարան շենքը չորթարկում ենք, շենքը նորակառուցա 15 տարվա, արտահոսքեր կա, պետք է վերևից բարձրանանք, հասկանանք պատճառները։ Վերևի բնակարանում ենք, արդեն ճնշումներ տալով տաք ջրից կորուստը արձանագրում, բարակա կորուստը, հասկանանք ինչից է, տրասերով առայժմ չեմ արել, պետք է փորձեմ արագության համար ակուստիկայով սենց առանց տրասերովքի փորձեմ լսեմ, տենամ կստացվի, եթե չստացվի նոր պետք է ստիպված տրասերովքին անեմ։ Դե ինչ գործ ունենք լողացավ կորուստի հետ, էլի տաք ջրից է, այսինքն ժամանակաժամանակ որոշակի ժամանակ ինքը ճնշումները տալիս են գնում էր, հիմա դադարել է անգնելուց, ամեն դեպքում անցել եմ տրասերովքի, ասում խողովակաշարը ոնց է գալի, տեսնենք ինչ արդյունքի են գալի։ Դե ինչ տեղեկել ենք հետևյալ եզրակացությանը, այսինքն էլի բախվել եմ լողացող կորուստի հետ, այսինքն ի սկզբանե ճնշումներ տալով տաք ջրի համակարգից մի 3 անգամ ճնշման անկում էի արձանագրում, այսինքն ճնշում էի տալի, ճնշումը գնում էր մինչև 4-3 էլի էի տալի, էլի էր գնում։ Այսինքն արձանագրած է որ տաք ջրից է։ Լողացող կորուստի դեպքում համակարգը նամանավանդ տաք ջրի համակարգը սառում է ու սկսում է արդեն էլի ճնշումները պահել։ Նման խնդրի են բախվել, այստեղ պատվիրատուն կամ ինձ պետք է մի քանի անգամ էլ հրավիրի, որ այտենց պահի տակ բռնցնեմ այդ ճնշման անկումը, կամ նյութի կիրառում անենք, ըստ երևույթին նյութի կիրառում կանենք, հեսա պատվիրատուն կորոշի։ Պատվիրատուն 2 օրվա ընթացքում տաք ջրի համակարգը փակել բացելով պետք է յոլա գնա, այդ 2 օրվա մեջ էլ լրիվ ներքևի հարևանի հետ կհամոզվեն, որ տաք ջրից էլ ամեն դեպքում էր արտահոսքը, եւ դրանից հետո որոշումը կկայացնենք, շարունակենք փորձենք գտնենք այդ լողացող կորուստի վայրը, թե նյութ կիրառենք։